Վրաստանի ռադիոն 100 տարեկան է, ճիշտ 1 դար առաջ 1925 թվականին Վրաստանում մեկնարկել է առաջին ռադիո հեռարձակումը։ Չնայած տեխնոլոգիաների եւ սոցիալական ցանցերի զարգացմանը այսօր ռադիոն չի կորցնում իր լսարանը, իր դիրքն ու արդիականությունը։ Այսօր Վրաստանի ռադիոյի երկու ալիքների սիգնալը հասանելի է ողջ երկրի մասշտաբով FM 102 եւ 3 ալիքի վրա եւ Վրաստանի ռադիո երաժշտական ալիքը FM 100 եւ 9 ալիքի վրա։ Տարեց տարի Վրաստանի ռադիոյի ծրագիրը դառնում է ավելի բազմազան եւ համահունչ ժամանակակից տեխնոլոգիաներին եւ լսարանի պահանջներին։ Խորհրդարանում տեղի ունեցել նախորդ կառավարության գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այսօրվա նիստում քննարկվել է ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության հատուկ նշանակության ստորաբաժանման գրոհի եւ 2004-2012 թվականների մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերը։ Հանձնաժողովի անդամները լսել են Սոփիո Նիկոլաիշվիլիին, Լևան Գաչեչիլաձեին, Նոդար Արվելաձեին եւ Վիկտոր Ջափարիձեին։ Բողոքի ցույցերի ընթացքում խմբակային բռնության մեղադրանքով ձերբակալված Զվիաթ Ցեցխլաձեի եւ 7 անձանց գործի առարկայական վերանայումը շարունակվում է։ Այսօրվա նիստում կհարցաքննվեն մեղադրվող կողմի վկաները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս։ Գրիգոր Ճանտուրիձեի խոսքով ինքը դեմքին վնասվածքներ է ստացել քար շպրտելու արդյունքում։ Նրա խոսքով ինքը դեռ բուժման կուրսեր է անցնում։ Ընդդիմադիր կուսակցության անդամները Զուրաբ Գիրչի Ջափարիձեի ձերբակալությունը համարում են քաղաքական հետապնդում։ Իշխող թիմն ասում է, որ Ջափարիձեն գիտեր, թե ինչ կլինի, եթե խախտի օրենքը, բայց դա նրա կողմից կանխամտածված գործողություն էր եւ որ Վրաստանում օրենքը խախտելը միշտ իրավական պատասխան է ունենում։ Հիշեցնենք, Զուրաբ Ջափարիձեն տուգանվել է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար եւ որը նա չի վճարել։ Երեկվա վայրույթում գրավը փոխարինվել է ազատազրկմամբ եւ նա կալանավորվել է նիստերի դահլիճում։ Ոչ կառավարական հատվածը Զուրաբ Գիրչի Ջափարիձեի կալանավորումը անօրինական է համարում։ Երրորդ հատվածի ներկայացուցիչները հատուկ ճեպազրույց են անցկացրել Քաղաքացիական հասարակության հիմնադրամի գրասենյակում։ Նրանց խոսքով Վրաստանում օրեցօր ավելանում են քաղբանտարկյալների թիվը։ Ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը ոչ լեգիտիմ անվանելը ապա տեղեկատվության հետ մեկտեղ ժխտում է ժողովրդավարական ինստիտուտները։ Ժողովրդավարությունը չճանաչելու նպատակը ծայրահեղականության համար գաղափարական հիմք ստեղծելն է, սոցցանցերում գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հաստատում է, որ մայիսի 21-ին Եվրամիության պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկին թույլ չեն տվել մուտք գործել Թբիլիսի օդանավակայան։ Եվրամիության պատվիրակության հավատարմագրված անդամի մուտքի մերժումը հակասում է դիվանագիտական հարաբերությունների սկզբունքներին, որոնք սահմանված են Վիեննայի կոնվենցիայով եւ այլ համապատասխան նորմերով, որոնք եւ Վրաստանը պարտավոր է հարգել։ Այս հարցի վերաբերյալ նոտա է ուղարկվել արտաքին գործերի նախարարություն։ Ազատության հրապարակում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները անկախության օրվա գլխավոր միջոցառման համար։ Ռեպետիցիային ներկա են գտնվել պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին եւ պաշտպանության ուժերի հրամանատարը գեներալ լեյտենանտ Գյորգի Մաթիաշվիլին։ Տոնական միջոցառման համար զինվորականների պատրաստությունը ղեկավարել է պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին։ Տեղում են եղել նաև պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալներ եւ տարբեր հրամանատարական ստորաբաժանումների ղեկավարներ։ Թբիլիսի քաղաքային խորհրդի նոր նախագահ Զուրաբ Աբաշիձեն է։ Քվեարկությունը անցկացվել է այսօր ավականու նիստի ընթացքում, աջակցել է 26 անդամ։ Ավականու նախագահի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ Գյորգի Տղիբուլաձեն նշանակվել է Թբիլիսիի փոխքաղաքապետ։